Լռեք մի հատ, հա։ Լռեք ասցի, լռեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղից։ Լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա։ Հայաստանի վարչապետը հունից դուրս է եկել լրագրողի հարցի պատճառով։ Մեր գործընկերը Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե ինչու իր նկատմամբ խուլիգանություն կատարած վարչապետի աջակիցները ազատության մեջ են, իսկ Սուրբ Աննա եկեղեցում կիրակնօրյա աղոթքի եկած դպրոցահասակ տղան ժամերի ընթացքում ձերբակալվել, ապա երկամսյա կալանք է ստացել։ Երկու քրեական գործ կա, որով ես տուժող եմ, ձեր աջակիցները հարձակվել են իմ վրա, օրինակ վերջին դեպքը եղել է Մայրաթոռի բակում, հարվածել են, ես տուժող եմ, բայց այն անձով տեսախցիկի առաջ ուղիղ եթերում հարվածելա, այդպես էլ չի հայտնաբերվում, մեղադրյալ չկա։ Երևանի ավականու ընտրությունների ժամանակահատվածում ինձ հարվածել են դրոշի կոթով էլի ձեր աջակիցները, իմ օպերատորին շշով, բայց էլի մեղադրյալներ չկան։ Ինչպես է ստացվում, որ ձեզ դեռ չկպած մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում, իսկ մեզ հարվածողները, մեզ խոչընդոտողները, մեր ընտանիք ներխուժողները, մեր նկատմամբ ֆեյքային արշավ իրականացնողները այդպես ազատ շրջում են։ Ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք հազար ներողություն ՊՊՑ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրանց ծառայությունն են իրականացնում եւ դուք իմ կարծիքով դիտավորյալ գալիս եք ընկնում եք ՊՊՑ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն եւ շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ ձեր վրայով չեն քայլում, որովհետեւ ձեր նպատակն է նա իմ կներեք Սիրելի լրագրողներ, ես հասկանում եմ, որ ես Դպրոցահասակ տղային կալանավորած դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին հարցին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել։ Նրան հիշեցրել են, որ ընդդիմադիր տարիներին վարչապետը այդ դատավորին անվանել էր տխրահռչակ։ Այլ մեկնաբանություն չունեմ, դատական համակարգով զբաղվող ինստիտուտներ կան, թող զբաղվեն։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության արդարացրել է 12-րդ դասարանի աշակերտին հարվածելու իր թիկնապայի գործողությունը։ Նա նկատել է, որ անհրաժեշտության դեպքում իր թիկնազորը կարող է նաև զենք կիրառել։ Այդ ամբողջ ծառայության իմաստը եւ նպատակը եւ բովանդակությունը իրադրությունը գնահատել եւ իսկ իրադրության գործելն է։ Պետքա կրակել, պետքա չկրակել, պետքա վնասազերծել, պետքա դա իմ աշխատանքը չի։ Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը Գայանե Մինասյանը դիմել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարին երաշխավորության խնդրանքով։ Facebook-յան իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Երիտասարդի մայրը մասնավորապես նշել է, որ չնայած առողջական խնդիրներին իր որդուն տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Նամակին կից նա նաև ուղարկել է որդու գերազանցության վկայականը, որը 2023 թվականին անձամբ նախարարն է շնորհել Դավիթին։ Կառավարությունում թեմային անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ում գնահատականով գործը պետք է քննվի օբյեկտիվորեն, հաշվի առնելով երկու կողմերի գործողությունները։ Տղայի առողջական խնդիրներով այդ վիճակում կալանավայր տեղափոխելու վերաբերյալ պաշտպանը նշել է. չի կարող ասել, դա կալանքի հետ համատեղելի է, թե ոչ։ Այս պահին նաև իմ հանձնարարությամբ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են քրեակատարողական հիմնարկում, անձի հետ արդեն իսկ տեսակցել են։ Մենք այո, շուտով նաև մի փոքր հրապարակային տեղեկատվություն կտանք։ 18-ամյա Դավիթ Մինասյանը 3 կալանավորվել է 2 ամսով։ Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահին նա կորցրել էր գիտակցությունը, տեղափոխվել բժշկական կենտրոն։ Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել Արցախի ղեկավարությունը, Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր падգամավորներ։ Եռաբլուրում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պառակտող խոսույթ է որակել Նիկոլ Փաշինյանի վերջերս արած արտահայտությունները, մեջբերում Արցախից ճողոպրողների մասին։ Եթե դա վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողությունների պատերազմին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում
եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։ Շահրամանյանը նշել է, որ Արցախի անվտանգության երաշխավորը եղել է Հայաստանը։ Բոլոր հարցերը քննարկվել եւ համաձայնեցվել են Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում 2023 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։ Երևանի վարչական դատարանը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայից զրկելու ՀՑԿ-ի առաջադրած հիմքերի մեծ մասը ճանաչել է չհիմնավորված, հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբանը ներկայացնելով դատական ակտի մանրամասները նշել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջադրած 7 հիմնական կետերից դատարանը չապացուցված է համարել 4-ը, այդ թվում տվյալների ենթադրյալ կորստի եւ զանգվածային հավելագրումների մասին ՀՑԿ-ի պնդումները։ Օրբելյանի խոսքով դատարանը արձանագրել է, որ դատական նիստին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները պատրաստ չեն եղել հստակ ապացույցներով հիմնավորել արձանագրված խախտումները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է շատ հստակ ասի, այս խախտումը հաստատվում է այս ապացույցով, դրան պատրաստ չէր եւ ամեն անգամ ամեն հարցի քննարկելուց բավականին երկար ապացույցներն էին նայում, փորձում էին ասեն, որ փաստաթուղթը որի հետ համադրենք եւ արդյունքում ակնհայտ էր, որ հանգամանքները չեն հաստատվում։ Թեպետ հիմքերը չապացուցված է համարվել, այնուամենայնիվ դատարանը որոշել է ՀՑԿ-ի որոշումը անփոփոխ թողնել, ինչը ՀԵՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը քաղաքական որոշում է համարել։ Հեծը խլելու գործընթաց է եւ քաղաքական է ամբողջովին։ Ինչի համար եմ սա ասում, նախ դատարանը որոշում է գիշերվա իհարկե մեծ կապ ունի, այսպես շատ արագ, մոտավորապես 13 ժամ փոքր ընդմիջումներով ընկալելու խնդիր ունի, բնականաբար ապացույցները անհատական հետազոտելու խնդիր ունի եւ այլն, չցանկանալով թիրախավորել դատարանին, բայց քաղաքականը անմիջականորեն ապացուցվեց։ Իրենք ժամանակվա խախտումները բերում վերագրում էին մեզ, օրինակ բերել էին ապրիլ-մայիս ամսվա կատարած մեր ստուգողական աշխատանքները, օրինակ բյուջետային հիմնարկների հետ կապված։ Ներկայացրել մենք ասում ենք, բայց դա այսպես ասած նախկինների ժամանակ է եղել, ասում են, հա, բայց դա եղել է, ասում ենք, բայց դա քթել ենք, պատժել ենք, ասում ենք, կապ չունի եղել է։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իրականացրել է ճշմարիտ խոստում 4 գործողության հերթական լայնածավալ փուլը։ Հարվածային անօդաչուների եւ ծանր բալիստիկ հրթիռների թիրախում են հայտնվել Իսրայելի Բեն Գուրիոն, Թել Նով եւ Պալմահիմ ավիաբազաները, Քուվեյթում ու Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայանները։ Ցամաքային ցանկացած ներխուժման փորձի դեպքում ոչ մի ագրեսոր ողջ չի մնա, զգուշացրել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին։ Նա հրահանգել է օպերատիվ բազաներին վայրկյան առ վայրկյան հետևել հակառակորդի շարժին։ Հաթամիի խոսքով Իրանի գործողությունների հիմնական նպատակը երկրից պատերազմի ստվերը վերջնականապես վերացնելն ու բոլորի համար հավասար անվտանգային միջավայր ստեղծելն է։ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին վերաբերվում է որպես ճշտամական դաշինքի, հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին, դա մեզ համար ճշտամական դաշինք է։ Այն մի դաշինք է, որը մեզ համարում է իր թշնամին եւ ձեռնարկում է ճշտամական բնույթի համապատասխան գործողություններ։ Մինիմիզացիա նեգատիվных последствий этой войны։ Կրեմլի խոսնակն այդպես է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու մասին հայտարարությանը։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, ԱՄՆ-ն պարզապես միջնորդ պետություն է այդ հարցում եւ այժմ զբաղված է։ Մենք ունենք մեր ինքնուրույն գործընթացները ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններում, ասել է Պեսկովը, նշելով, որ իրենք շարունակելու են այն։ Հեզբոլլահը հրթիռային զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի վերին եւ արևմտյան Գալիլեայի բնակավայրերի ուղղությամբ։ Ըստ պաշտոնական տվյալի, լիբանանյան խմբավորումը արձակել է ավելի քան 70 հրթիռ։ Հարավային Լիբանանի տարածքում ընթանում են թեժ մարտեր իսրայելական հատուկ ստորաբաժանումների դեմ։ Հեզբոլլահը հայտարարել է, որ դիմակայության ընթացքում հաջողվել է խոցել թշնամու 4 Մերկավա տանկ։ Այնաթ քաղաքի երկնքում էլ կործանվել է իսրայելական Hermes 450 տիպի անօդաչու թռչող սարք։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց վերջին հայտարարությունները։ Նա շեշտել է, որ Թրամփի խոսքերը ոչ նրբանկատ են, ոչ էլ համապատասխանում են ստեղծված իրավիճակի լրջությանը։ Ես չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ։ Մենք խոսում ենք չափազանց լուրջ թեմաների, պատերազմի եւ մարտի դաշտում գտնվող մարդկանց մասին։ Հետևաբար նման արտահայտությունները պատասխանի արժանի չեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում հեգնանքով էր խոսել Մակրոնի մասին։ Ես զանգահարեցի Ֆրանսիա, Մակրոնին։ Նրա կինը չափազանց վատ է վարվում նրա հետ։ Նա դեռ ուշքի է գալիս աջ ծնոտին ստացած հարվածից։ Թրամփն այս հայտարարություններն արել է ՆԱՏՕ-ի արդյունավետության մասին խոսելիս։ Վոլգոգրադում տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են ամբողջ քաղաքը կատվածահար անելով տրանսպորտային երթևեկությունը։ Հզոր ցիկլոնի հետևանքով քաղաքի փողոցները վերածվել են գետերի։ Բազմաթիվ ավտոմեքենաներ եւ տրանսպորտային միջոցներ մասնակի կամ ամբողջությամբ հայտնվել են ջրի տակ։ Աղետի պատճառը կասպիական ցիկլոնն է։